Արդեն գործում է իր իմաստը, իր կարծիքով, ես կարծում եմ մնացածին կարծիքով նաև նույնպես, լավագույն դեպքում, եթե ասենք թե իբր թե Սակադեմի բարձրացումը մինչև 7 դրամ չափով հիմնավոր էր, ասենք թե չասենք այդ վերաբերյալ, արդեն գնորդը սեփական նոր սեփականատերը համաձայնել է դիստրիկտի եւ դուք ինչպես դուք գիտեք մինչև 16 թվականի օգոստոսի 1-ը ըստ էության ուրեմն Սակադեմի փոփոխություն չի լինելու գործող Սակադեմի, այսինքն պայմանավորված բոլոր այդ անարդյունավետ կառավարման վայրի վերումները տվյալ համակարգում տեղի ունեցած անարդյունավետությունը ըստ էության դրանով պայմանավորված բացասական ամբողջ լիցքերը, փաստորեն նոր սեփականատերը ուղղակիորեն վերցնում է իր վրա։ Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ բնականաբար ուրեմն մենք պետք է դիսկուրսը ողջունենք եւ չկասկածենք, որ ամեն ինչը գոնե հարաբերական դաշտում ավելի լավ է լինելու, քան եղել է մինչեւ այսօր։